Ողջույն Հրագիր Նյուզի սիրելի հետևորդներ, եթերում ըստեյությանն է, մեր տաղավարում այսօր հյուրընկալել ենք պատմաբան, մարտական եղբայրության անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանին։ Բարև ձեզ, պարոն Տեր-Աբրահամյան, շնորհակալ եմ հրավերել մեր համար։ Սիրով։ Պարոն Տեր-Աբրահամյան, դուք անդադ բարձրաձայնում եք ռուս-թուրքական ծուղակի մասին։ Արդյոք Հայաստանը կարող է Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ հաղթահարել դա կամ գուցե արդեն հաղթահարել է։ Բնականաբար չի կարող եւ չել հաղթահարել առավելևս, տեսեք ռուս-թուրքական այդ վանդակ կոչվածին ես մի ամբողջ երևի տեղյակ եք հաղորդաշար եմ նվիրել այդտեղ մոտ 80 ուրեմն հաղորդում կա դա պատմական մեր փորձի ըստ էության ընդհանրացումն է այնպես որ ինքը այսօրվա մեր ակտուալ խնդիրներին ավելի ճիշտ ծառայի մեր պատմական փորձը դա որովհետեւ մենակ այսօր չի էլի դա ընդհանուր պատմական բան է բայց ճիշտը որ ասեմ ներկա այս պահին արդեն համենայնպես այնպես չի ինչպես որ օրինակ 2020-22 թվականին այդ աստիճանի հիմա հենց ռուս-թուրքական կոնֆիգուրացիան չի արդեն ակտուալ որտեղ 2020-ից 22-ից հետո գիտեք բաներ են փոխվել եւ հիմա եթե առաջ ես խոսում եմ ռուս-թուրքական վանդակի մասին մենք հիմա պետք է խոսենք ուղղակի անմիջապես արդեն Թուրքիայի գերիշխանության տակ մտնող Հայաստանի մասին այսինքն այդ ռուս-թուրքական վանդակի ռուսական էլեմենտը հիմա այս պահին, չգիտենք ինչ կլինի վաղը, ինքը թուլացել է եւ ավելի ակտուալիզացվել է թուրքականը։ Ոնց որ առաջ հակառակն է ռուսականն էր ավելի ակտուալ, թուրքականը օժանդակ դեր ուներ։ Օրինակ 2020 թվականի պատերազմի ընթացքում, որտեղ դա ռուս-թուրքական այդ վանդակի հետևանքն էր։ Հիմա պետք է ես շեշտեմ, որ դա չի նշանակում, որ դա իր ակտուալությունը կորցնում է, որտեղ դա էլ եմ ասում պատմական մեծ մոդել է, բայց հիմա ներկա պահին մենք պետք է հասկանանք, որ Հայաստանը անմիջական թուրքական ուրեմն գերիշխանություն ասեմ կամ չգիտեմ համակարգ ասեմ դրա մեջ է մտնում դրա տակ է գնում այս այսօրվա քաղաքականությունը որը քողարկված է արտակուստ ոնց որ արևմտամետ կուրսով այսինքն արտակուստ ինչ է ներկայացում մեր ժողովրդին եւ ինչա մեր ժողովրդի մի զգալի մասը դա հանգիստ ընդունում որտեղ ներկայացվում է եւ ժողովուրդը այդպես են կանում դե որ մենք թեքվում ենք դեպի Ամերիկա հիմա Ամերիկան է մեր հովանավորը նաեւ Նիկոլ Փաշինյանը ինքը ինչ է ներկայացնում չէ ասում է ասեք աշխարհի տիպ մեկ գերտերությունը երաշխավորում է ուրեմն 99 տարի 99 տարով առնվազն Հայաստանը անկախ պետություն կլինի նախ այդ փիլիսոփայությունը ինքնին ահա որ ուրեմն կեղծ փիլիսոփայություն է որովհետև այն ինչ որ իրենք ասում են հանուն անկախության ենք պայքարում իրենք ըստ էության ասում են մի արտաքին հովանավորի փոխարինեք մյուսով ռուսներն էին հովանավորում երաշխավորում հիմա եկեք ամերիկացիք երաշխավորենք բայց այս փիլիսոփայական է մի կողմ թողնենք դա երկար կարող ենք խոսալ փաստով ակտուալ այսօրվա աշխարհում որը անverջ անընդհատ ճգնաժամի մեջ է եւ այդ ճգնաժամի ավարտը չի երևում ինչ որ 99 տարվա երաշխիքի մասին խոսեն այն էլ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից որոնք իրենք եւ ներքին անկայունության փուլում են եւ ընդհանուր վերանայվում են բոլոր հարաբերությունները նույնիսկ Եվրոպան այսօր ասում է Ամերիկանի անվտանգությունը այլևս չի կարող երաշխավորել այնպես ինչպես երաշխավորել այդ ամենօրյա ռեժիմով եվրոպական մամուլում դա վերլուծվում է այսօր նման կոնցեպցիա ասել բացարձակ կեղծիք է իրականությունը այն է որ այո ամերիկացիք այդ վերնահարկն են ամերիկացին հետաքրքիր է այդ կոմունիկացիոն գծերը ինչպես եւ ռուսներին էր հետաքրքիր այն ժամանակ ռուս-թուրքական միջանցք էր սա ըստ էության հիմա ամերիկյան հովանով միջանցք այսինքն ռուսներից փախցրեցին բայց Թուրքիան եւ Ադրբեջանը մնում են եւ իրենք մոտիկ են իրենք հողի վրա են ի տարբերություն Ամերիկա այսինքն իրական հողի վրա սա զուտ անվանապես ամերիկյան իրական փաստացի թուրքական համակարգի մեջ մտնող Հայաստանը եւ սա դեռ շարունակվել է մեր հասարակությունը դեռ մինչեւ վերջ չի գիտակցում ինչ աստիճանաբար սա հետևանքներ է ունենալու եւ լինելու հիմա օրինակ երկու թեմա ասեմ մեկը դե բացի որ համանրական փոփոխությունը մյուսը էս ատոմականի փակման թեման ես քաղաքական իմաստով մասնագիտականը չեմ ասում թող մասնագետներ ասեմ քաղաքական իմաստով վստահ եմ գրեթե որ դա Թուրքիայից եկած կամ Թուրքիա-Ադրբեջանից եկած այսպես ասենք թելադրանք ասեմ կամ պատվեր ասեմ որը բարձրաձայնվում է բարձր այստեղ մեր ղեկավարության կողմից բայց իրական այնտեղից է գալիս եւ մենք դեռ ունենալու ենք անպայման այդ ադրբեջանցիների վերադարձի թեման որը միշտ կա բայց նաեւ մենք տեսնելու ենք ինչպես է դա նաեւ աստիճանաբար մեզ հենց մեր մոտ արդեն Հայաստանում սկսելու են դա լեգալիզացնել ասում դե ոչինչ դե ինչ կլինի դե հիմա մարդ են թող վերադառնան եւ սենց հերթականության բաներ են ունենում հիմա շատ չի երկարացնեմ ընթացքում էլի կասեմ ուզում ասեմ այս փուլն է հիմա ռուս-թուրքական վանդակի փուլը չի այս պահին Այսինքն դուք չեք հավատում որ Փաշինյանը մեզ տանում է արևմուտք հաշվի առնելով որ այսօր
հայտարարել է, որ իշխանությունը չունի ռուսական ռազմաբազան հանելու օրակարգ։ Դե տեսեք, ես ընդհանրապես հավատալով չեմ շարժվում, այսինքն հավատալ կարելի է Աստծուն։ Փաշինյանը լինի, թե որևէ այլ քաղաքական գործիչ լինի, հավատալով չի, ես վերլուծելով եմ նայում։ Հիմա ինչ վերաբերում է այդ ռուսական բազային ինչ են անելու, ինչ չեն անելու, այդ թող իրենք բանանան, ինձ այդքան ճիշտ է դա հետաքրքիր չի, բայց դեպի արևմուտք տանելը ես էլի ասում եմ։ Տեսեք, մենք պետք է ռեալ պատկերացնենք այսօր ինչի մասին ենք խոսում։ Սա 90-ականների աշխարհը չի, 90-ականների արևմուտքը չի, արևմուտք կոչված է այսօր։ Մենք ունենք Ամերիկայի Միացյալ Նահանգներ բավականին անկանխատեսելի եւ վերափոխվող քաղաքականությամբ։ Միասնական արևմուտք այն ձևով ոնց որ կար չկա։ Այսօր էլի եմ ասում, եվրոպական եւ ոչ միայն մամուլում, քաղաքական, չգիտեմ, խոսակցություններում, էքսպերտային խոսակցություններում հիմնական խոսքը նրա մասին, թե ինչպես է Եվրոպան անկախ Ամերիկայից կառուցելու կամ Ամերիկայից շատ ավելի անկախ քան նախկինում իր պաշտպանության համակարգը։ Ընդհուպ մինչև միջուկային զենքի ավելացում, ընդհուպ մինչև ռազմաարդյունաբերության ավելացում եւ այլն, ընդհուպ մինչև նույնիսկ եթե ոչ զորակոչի վերականգնում, այսինքն պրոֆեսիոնալ բանակից վերադարձ դեպի զորակոչի կային, հա, այլ ընդհանրապես քաղաքացիներին գոնե ներգրավելու առումով բանի մեջ։ Սա ինչի եմ ասում, այսինքն փոխվում աշխարհը։ Մենք ասում ենք արևմուտք, ինչ արևմուտքի մասին է խոսքը։ Այսօր դա այն չի, ինչ որ մենք պատկերացնում ենք, եւ նույնիսկ եթե ցանկություն լինի, այսպես ասած, տանել դեպի արևմուտք, ես խիստ կասկածում եմ նախ որ այս ղեկավարության մեջ կա կոնցեպտուալ պատկերացում, թե ինչ է կատարում այսօր աշխարհում։ Երկրորդը այդ հնարավոր էլ չի այդ դասական իմաստով տանել դեպի արևմուտք, եւ երրորդը փաստով մենք տեսնում ենք ուր է տանում։ Իսկ փաստը այն է, որ քանի որ իրանք ի սկզբանե ընդունել են այս պարտության կոնցեպցիան եւ ոչ միայն իրանք, ամբողջ գրեթե մեր քաղաքական դաշտը ընդունել է, որ հաջորդը պարտվել է, հաջորդ այդ պարտվածի կարգավիճակում պետք է մնա եւ սրանց դրամաբանական բխում է, որ այն ինչը որ անընդհատ ներկայացող պահանջները պետք է մենք կատարենք, պետք է համակերպվենք եւ այս խաղաղություն կոչվածը դա է հանձնման, համակերպման գործընթաց։ Եվ բնականաբար դա արևմուտքին հանձնվել չի։ Դա Ադրբեջանի պահանջներին հանձնվել է, դա Թուրքիայի պահանջներին հանձնվելն է, մինչև այս վերջերս նաև Ռուսաստանի, բայց հիմա Ռուսաստանը այս խաղից մի քիչ դուրս է եկել, քանի որ Ուկրաինայի այդ պատերազմն է, բոլորս հասկանում ենք թե ինչու։ Փաստը էս է։ Այդ մնացած սա արևմուտքը, Ռուսաստանը, բազեն եւ այլն, դրանք այս բային արդեն վերացական խոսակցություններ են ավելի շատ։ Կոնկրետ իրականությունը էս է Թուրքիա, Ադրբեջան։ Իսկ ինչպես է ստացվում, որ արևմուտքը, Ամերիկան հավատում են Փաշինյանին ու փաստացի ամենաբարձր մակարդակով նույնիսկ աջակցում են։ Դե նախ իսկ ինչի չհավատան եւ ինչի չաջակցեն, տեսեք։ Ուզում է արևմուտքը լինի, ուզում է արևելքը լինի, ուզում է հյուսիսը լինի, ուզում է հարավը լինի, ինքը գալիս է եւ գործ անելու կոնկրետ փաստերի հետ։ Էսա այս երկրի ղեկավարությունը, էսա այս որոշ ժողովրդական ընտրություններով ընտրվել է, ինքը գործ ունի դրա հետ։ Բացի այդ, ինքը գործ ունի նրա հետ, թե դու ինչ ես իրեն ներկայացնում։ Տեսեք, երբ որ 2022 թվականի աշնանից կարծեմ մոտավորապես սկսվեց այս ավելի sense արևմտյան թեքումը։ Դաստեղից չեն նախաձեռնել, իրանք չէին նախաձեռնել, իրանք 2 տարի ռուսների ամենասենց են, չգիտեմ ինչ գրական լեզվով ոնց ասեմ, որտեղ էին նստած։ Նոյեմբերի 9-ը ստորագրեցին ռուսական այդ պլանին լրիվ հանձնվեցին եւ լրիվ ռուսական բանի մեջ էին։ Արևմուտքը ինքը եկավ այստեղ, ամերիկացիք եկան այստեղ եւ եվրոպացիք, երբ որ արդեն Ուկրաինայի պատերազմի ֆոնին իրանք հասկացան, որ ստեղ էլ միգուցե կարելի է ուրեմն ինչ որ մի բան անել։ Եվ եկան եւ իրենք ասացին մենք կարող ենք ձեզ աջակցել, բայց դու պետք է ներկայացնես դու ինչ ես ուզում։ Ստեղի պատկերացումները այս մեր քաղաքական դասի եւ մեր ղեկավարությունը այսպես է։ Եկան պոլիտբյուրոն ասաց մենք էլ կատարում ենք։ Իրենք չեն պատկերացնում դու պետք է ներկայացնես, իսկ դու ինչ ես ուզում։ Պարզը չէ որ իրանք եթե եկել հասել են քո դուրը, ինչքան իրանք են քեզ պետք, այդքան դու ես իրանց պետք։ Այսինքն դու պետք է ասես ինձ պետք է էս, եթե ուզում եք որ ես ձեզ այդ բան անեմ։ Եւ իրենք կամ կանեն կամ չեն անի դա արդեն այլ հարց է, բայց այստեղից ոչ ոք չի ներկայացրել, ոչ մի այսպես ասած հայ ժողովրդի պահանջներ, իդեալներ, իրավունքներ չեն ներկայացրել։ Բացի այդ աշխարհի օրենքը ախր ոնց ասեմ, որ ասում եմ ուժի օրենքա բանա մարդիկ մտածում են ինչ որ գռեհկացնում են, այդպես է, բայց այդպես է։ Հիմա մարդիկ ասում են այ տեսեք արևմուտքը, չգիտեմ Ռուսաստանը եւ այլն։ Մենք 30 տարի ասում էինք, որ Արցախը հայ ժողովրդի համար սրբություն է։ Մենք ասում ենք, որ այդ Արցախի հարցում ոչ մի նահանջ, ոչ մի հանձնվել, ոչ մի բան։ Հիմա շատ լավ, մարդիկ նայում են, տեսնում են այդ դեպքում քո խոսքը եւ քո արածը ինչքանով է համապատասխանում։ 1000 ներողություն կարող է մի քիչ բան հնչի, բայց եթե դու 44 օր ես պատրաստ կռվելու, ուրեմն մարդիկ ասում են լավ, դե ուրեմն այսքանի արժեր իր համար այդ Արցախը։ Եթե 144 օր ես կռվում, այդ ժամանակ մնացած բոլորը կարող է շատ այլ կերպ են բանում։ Օրինակ ես հիմա ասում եմ, ինձ ասում են չէ, բայց ես ասում եմ վերլուծության վրա, ես վստահ եմ նույնիսկ որ
Արցախի անկախությունը կճանաչվեր նույն արևմուտքի կողմից, որտեղ կար միտում, կար ցանկություն, կային ազդանշաններ, բայց այստեղ դա ընդունող չկար։ Եվ այստեղ են բան արեցին, այդ ժամանակ իրանք ասացին դե դա Լավրովի պլանը կա, եկեք հանձնվենք, համաձայնվենք, ռուսական խաղապահ զորքը բերեցին եւ այստեղ բոլոր քարոզիչները, որ ասում էին ռուսները կգան, ուր են հիմա այդ մարդիկ, եկավ այդ խաղապահ զորքը, բան մնաց հիմա Արցախից, թե չէ։ Իսկ եթե մենք այլ ճանապարհով գնայինք, մենք գուցե այլ դաշնակիցներ ձեռք բերեինք եւ այլ ձևերով էս հարաբերություններ գնան, որովհետեւ դաշնակիցը նաեւ նայում է դու ինչ ուժ ունես։ Եթե դու ես քո հետ էսպես են վարում, եթե Նիկոլ Փաշինյանն է քո ղեկավարը, բաղում է պիտի գործ ունենան։ Ինձ քո հետ դու գործ չեն ունենալու։ Իշխանությունը վստահեցնում է, որ մենք Ամերիկայի դաշնակիցն ենք։ Դուք կիսում եք այս տեսակետը։ Ես չգիտեմ, Ամերիկայի դաշնակիցը ինչ է նշանակում։ Ես էլ եմ ասում հողի վրա, այս պահին, ինչ որ տեղի է ունենում։ Մենք ինտեգրվում ենք, մտնում ենք այն համագարքի մեջ, որի գոնե այստեղ գլխավոր ներկայացուցիչը Թուրքիան։ Հիմա էլ եմ ասում, Ամերիկան հեռու է։ Դաշնակից Ամերիկայի համար, ասենք, չգիտեմ, կարաս դու տեսականություն լինես դաշնակից, ինքը ասի լավ, այս ճանապարհը ինձ տվեցիր, ստեղով էս բաները կանցնեն, բայց նույնիսկ մեծ հաշվով, տեսեք, հիմա այդ ունեք այդ օգոստոսի 8-ի, ինչ էր դա հռչակագիր էր, հայտարարություն էր, մի խոսքով, ինչ որ այդ թուղթը։ Ես իրավաբան ընկերներիս հետ եմ նաև խորհրդակցել այդ հարցով։ Ինքը ըստ էության նույնիսկ ըստ իրավաբանների, թող եթե սխալ եմ ասում թողողեն, ինքը նույնիսկ պետությունների միջպետական պայմանագիր չի ըստ էության, այդ իրավական կարգավեճը կչունի, ինքը կոմերցիոն պայմանագիր է։ Այսինքն մեծ հաշվով Ամերիկա պետությունը ինքը չի երաշխավորում այդ ոնց որ այդ բանում եղած ինքը ոչ մի քեզ չի երաշխում։ Հա, իր կոմերցիոն շահերն են, կարող է միջամտի, կարող է չմիջամտի, եթե քո անվտանգության մի բան լինի, բայց այս բան չկա։ Այսինքն դաշնակից սիրուն բառ է, բայց դաշնակից նշանակում է ինչ որ փաստաթղթային բազա, ինչ ունենք մենք ռեալ, այսինքն Ամերիկան հիմա մեր անվտանգությունը ապահովում է ինչ փաստաթղթային բազայի հիմա վրա։ Մենք ունենք դաշնակից օրինակ Ռուսաստանը, որը փաստաթղթային բազա էլ կար։ Երբ որ պահը եկավ, գործեց այդ փաստաթղթային բազան, թե չէ։ Ուր հա բա, հասկանում եք, այս աշխարհում նույնիսկ փաստաթղթերի վրա չես կարող մինչև վերջ հույս դնել, որտեղ ռեալ քաղաքականությունը ուժային գործոնի վրա։ Ուր մնաց, եթե փաստաթղթային բազա էլ չկա։ Ինչով ենք մենք այսօր, ինչքան որ այսօր եթե մենք Ամերիկայի հետ դաշնակից ենք, այնքան էլ Ադրբեջանն Ամերիկայի հետ դաշնակից բան են, չէ՞, ռազմավարական չեմ հիշում էլ անունները մոռանում եմ այդ խուճուճ բանի, անեն չէ ստորագրել։ Ադրբեջան Ռուսաստանի հետ էլ ռազմավարական բանի հռչակագիր ստորագրել 22 թվին։ Հիմա դաշնակից են Ադրբեջանն ու Ամերիկան։ Մենք ու Ադրբեջանը ինչ ենք, հիմա թշնամի ենք, դաշնակից ենք, այս պաշտոնական բանով էլ պարզ չի։ Բայց փաստով այդ բոլոր սիրուն խոսքերը մի կողմ թողած։ Փաստով ես էլ եմ ասում, մենք ինտեգրվում ենք թուրք-ադրբեջանական համակարգի մեջ։ Հիմա նույնիսկ մի պահ գնահատական էլ չտանք, չասենք դա լավ է թե վատ է, բայց փաստը պետք է տեսնենք գոնե, որտեղ մեզ ասում են, տեսեք, էներգետիկ համակարգերը հեսա ինտեգրում ենք, չգիտեմ, այդ ես իմ ինչերը այդ ինքնության հետ կապված հարցեր են բարձրացնում եւ այլն, մենք այս դրա մեջ ենք մտնում անունը դնելով մենք Ամերիկայի դաշնակից ենք։ Պարոն Տեր-Աբրամյան, պատերազմի ժամանակ դուք հոդվածներ եք գրում, որով փաստացի արդարացնում եք, այսպես ասած, արտոնիզմը։ Երբ հասկացաք, որ սխալովու վրա եք։ Ես ոչ մի արտոնիզմ չեմ արդարացել, հեսա կասեմ։ Արտուն մարդ տեսակի առումով երբ ինչ հասկացա։ Ես չեմ արդարացրել։ Իմ պետությունը եղել է պատերազմի մեջ եւ ես հիմա էլ վստահ եմ, նախ այն ժամանակ ես իմ պետությունը եղել է պատերազմի մեջ, բնականաբար իմ պետության կողմից եմ եղել, մինչև վերջի վարկյանը, նախ ես հավատացել եմ, որ մենք ոչ թե կհաղթենք, այլ պետք է հաղթենք։ Ես հիմա էլ եմ դրանում վստահ, որ մենք կարող ենք հաղթել։ Սուտ է, որ այդ պարտությունը տենց ես դրա մասին շատ եմ խոսեցել եւ հիմնավորված եմ խոսեցել։ Ես հիմա էլ համարում եմ, որ մեծագույն սխալը եղել է նոյեմբերի 9-ի այդ թուղթը ստորագրելը։ Եվ հետադարձ նայելով, այո, ես հասկանում եմ, որ Նիկոլ Փաշինյանը մեզ տանում էր դեպի այդ ստորագրություն, գոնե արդեն վերջին հատվածում պատերազմի, բայց ես հիմա էլ 100% վստահ եմ, որ մենք կարող ենք եւ պարտավոր ենք հաղթել, ոչ թե կարող ենք, եւ բազմաթիվ ճանապարհներ կային դրա համար, եւ դա քաղաքական նախ եւ առաջարտության մեջ, այնպես որ եթե վերադառնար 2020 թվականի սեպտեմբերի 27-ը, ես նույնությամբ նույնն էի անում, որտեղ որպես քաղաքացի իմ պարտքն է լինել իմ պետության կողմից անկախ նայից ով ղեկավար։ Նույնը 2016-ին ա եղել, նույնը ցանկացած պարագայում կլինի, եթե իմ պետությունը պատերազմի մեջ լինի։ Ինչ վերաբերում է Արծրունին, ես կարամ ասեմ, այդ Արծրունն է հրանտություն արել։
որովհետև կներեք, ինչքան որ ես եմ իմ ուժերով փորձել իմ պետությանը աջակցել, այո, քարոզչական դաշտում, որտեղ այդտեղ են եղել իմ կարողությունները, ընդ որում ես դա արել եմ իմ նախաձեռնությամբ, անհատապես, այդքանն էլ արդյունքն է արել ու կներեք, ես էլ կարող եմ ասել, այդ ինքնահրանտությունները կարող է իր նյութերը մի քիչ ավելին են տարածվել, որտեղ ինքի պաշտոն է արել, իմ նյութերն էլ շատ լավ տարածվում են։ Ինչ վերաբերում է արդյունքի կամ ցանկացած մեկին, հիմա անհատների մասին չենք խոսում, մարդիկ, որոնք իրենք դավաճանում են իրենց իսկ հռչակած արժեքներին։ Ես կներեք, բաց ճակատ այսօր կարող եմ խոսել, որտեղ ես մի միլիմետր չեմ շեղվել նրանից, ինչ որ ես 20 թվականի պատերազմի ժամանակ ասել եմ, հավատացել եմ, արել եմ, մինչև այն նույնն եմ ասում, հավատում, անում։ Ես իմ ընկերների հետ, բայց մարդիկ, որոնք ասում էին Արցախ, մարդիկ, որոնք ասում էին հաղթանակ, ասում էին հաղթելու ենք, չգիտեմ, ինչ են անելու, հետո գնում են կներեք, ասենք այդ որտեղ էր այդ ինչ որ իրական Հայաստանի սեմինարներ ինչեր ներկայացում են, այնտեղ կանգնում են ու ասում են, գիտենք ինչ, պարոն վարչապետ, դուք շատ ճիշտ եք, ինչ եք խոսում։ Պարոն վարչապետը ճիշտ է խոսում, թե սխալ է խոսում, դա մի կողմ թողած, բայց դու չես կարող նման բան ասել։ Էլ եմ ասում, սա մենակ արդյունքն ինչի վերաբերում, բոլորին, որովհետև այդ կոնցեպցիան է այդ քո ասած իրական Հայաստանի, որ ասում է այս 29000 քառակուսի կիլոմետրի, բոլոր այդ իր ամբողջ կոնտեքստով։ Ճիշտ եւ ճիշտ հակառակն է նրան, ինչ որ դու եւ մնացած բոլորը 20 թվականի պատերազմի ժամանակ ասում եք, բայց եթե այդպես էր, ինչի եք ժողովրդին ասում Արցախի համար գնանք կռվենք։ Բայց ո՞նց է, այսինքն եթե այդ է ճիշտ, ուրեմն նա չի կարող լինել ճիշտ, ուրեմն ներողություն խնդրեք, ասեք մենք սխալվել ենք, բայց չես կարող համեն անես համեն։ Ես այդ առումով ոչ մի խնդիր չունեմ, որովհետև ես ոնց այն ժամանակ եմ ասել, այդպես էլ հիմա եմ ասում։ Ոնց հիմա եմ ասում, այդ իրական Հայաստանի կոնցեպցիան սխալ է, կեղծիք է, այն ժամանակ էլ նույն դիրքին եմ եղել, հասկանում եք։ Այնպես որ ես արծրունիզմը ոնց ասացի, ես չեմ, այդ արծրունն է հրանտի դիրքին եղել, եւ հիմա ինքը այդ դիրքից գնացել ոչ մեն հիմա։ Նույն Նիկոլեկ նույնը չէին ասում։ Ես դրա համար եմ իրանց ասում, ես չեմ փոխվել, իրանք են փոխվել։ Նիկոլը չէր ասում Արցախը Հայաստանն է, Ալենը ասում էր Աղդամին։ Այդ ջանդամը սխալվել է, հասկանում եք, սա սովորական հարց չի, որ սխալվես։ Սխալվել ես, դու չի կարող քաղաքական գործի, չքաղաքական առաջնորդը նման հարցում սխալվի ու պատասխանատվություն չկրի։ Այս բան չի էլի, ասենք ջուրը սխալմամբ ասենք խմեցի, ձվի հարց չի, կենցաղային հարց չի։ Եթե այդ ձվի հարցում դու սխալվել ես, ուրեմն դու իրավունք չունես ղեկավար լինելու քաղաքական առաջնորդել ես ժողովրդին, որովհետև դա ստեղծում է պատասխանատվության մեծագույն ճգնաժամ Հայաստանում, դա մնան լուրջ ճգնաժամերից մեկն է, որովհետև տեսեք, մարդիկ արել են ու մարսել են այնպիսի բաներ, որոնք անպատկերացնելի են, ոչ ոք 20 թվականի ամռանը չէր պատկերացնի, որ կլինի կամ ավելի շուտ Հայաստանի ղեկավար, որը Արցախը կկորցնի, ամեն ինչ կկորցնի, կճանաչի Ադրբեջանի կազմում եւ կմնա Հայաստանի ղեկավար։ Եվ սա նախադեպ է ստեղծում, հասկանում եք, մեր քաղաքական դաշտում, որ բացարձակ ամեն ինչ կարելի է։ Դրա համար մի զարմացեք, որ ասենք նույն այսօրվա կառավարությունը ինքը իրան լրիվ անպատժելի է զգում, որովհետեւ եթե իրանք դա մարսել են, կա այս աշխարհում ուրիշ բան, որ իրանք կարող անեն ու չմարսել։ Իրենք այդ իրենց հոգեբանությունը խեղել է նույնիսկ։ Դրա համար նաև չի կարելի, եւ սա ազդում է բոլորի վրա, որովհետեւ նայում են, ասում տեսեք, սրանք ինչեր են մարսել։ Ուրեմն կարելի է, ուրեմն հնարավոր է։ Սա շատ լուրջ խնդիր է իրականում, բացի մնացած բոլոր խնդիրներից։ Իշխանությունը պնդում է, որ Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը ռուսական ազդեցությունն են փորձում վերականգնել Հայաստանում։ Այս մտքի հետ համաձայն եք։ Ես չգիտեմ, նախ եկեք սկսենք նայից, թե այս իշխանությունը ինչքանով տենց մի շատ մի ռուսական չի, էլ եմ ասում, առնվազն եթե զգուշ արտահայտվենք, մեր տղաներից շատերը նա կարծում են, որ հիմա էլ են ռուսական։ Ես մի քիչ ավելի զգուշ մարդ եմ, առնվազն մինչև 2022 թվականի ավարտ իրանք խորը ռուսական, եթե ինչ ասեմ, էլի ծակի մեջ էին, լավ կներեք, էլ նստած էին ընդ ամեն ինչով եւ իրենք են ստորագրել ամենակարևոր ռուսական փաստաթուղթը, նոյեմբերի փաստաթուղթը եւ ռուսական խաղապահ զորքը, ոչ ես եմ բերել, ոչ Սամվել Կարապետյանն է բերել, ոչ Արծրունն է Հովանեսյան նույնիսկ բերել, ոչ դուք եք բերել Նիկոլ Փաշինյանն է։ Սրանից ավելի մեծ ռուսական բան անհնար էր անել։ Թե հետո ինչ եղավ, սա առանձին պատմություն է, բայց սա իրենց պատմության կարևորագույն մասնիկն է եւ պետք չի սա երբեք մոռանալ, ինչքան էլ իրանք հիմա ինչ ասեն։ Հիմա էլի ինչ վերաբերում է, հեսա կանրադառնամ վերջում նաեւ կոնկրետ հարցին, ռուսական գործակալներ եւ այլն։ Ուրեմն 2020 թվականի պատերազմի ժամանակ մեռանք ասելով
պատերազմին ընթառաջ դուք պետք է, եթե դուք հասկանում եք սա ինչ պատերազմ է, սա ռուս-թուրքական դաշինքի պատերազմ, դուք պետք է նախ եւ առաջ ներսում չեզոքացնեք բոլոր մարդկանց, որոնք թշնամու օգտին են աշխատելու։ Այն ժամանակ իրանք ասում վայ, ոյ, չգիտեմ ինչ, ես շատ լավ հիշում եմ, ախր կոնտակտի մեջ եմ եղել իրանց հետ, հիմա սա կյանքս չպատմեմ, բայց եղել եմ, ես շատ լավ հիշում եմ իրենց այդ վայ-վույները, ոնց են իրանք ասում վայ, ոնց են իրանք ամեն օր սպասում, որ սա ռուսները իրանք կօգնեն։ Գիտեք ինչ իրանք կարող է ասեն սխալվել են, բայց դա քաղաքական գործի համար անմեղսունակություն է այդ իրավիճակում։ Այնպես որ ռուսական ագենտներով պետք է այն ժամանակ զբաղվել, հիմա ուշ է արդեն։ Երկրորդը, երբ որ այդ ռուսական, այո, մարդիկ, որոնք ակնհայտորեն Ռուսաստանի հետ են կապված, նոյեմբերի 9-ից հետո այդ ալիքը բարձրացրեցին, որ այս իբր Նիկոլին հանելու ենք ու հաստատ չէին հանելու։ Կներեք, ես կարող եմ ասել դա, որտեղ այն ժամանակ էլ իմ ընկերները գիտեն, ասում են ոչ մի բան չեն հանելու։ Ով աջակցեց Նիկոլ Փաշինյանին այդ թվում հրապարակային, եթե ոչ Ռուսաստանի ղեկավարը։ Եվ իրենք դա շատ լավ գիտեն, այդ մարդկանց էլ հարցրեք, գուցե մասնավոր զրույցներում ձեզ ասեն, որ այո, ռուսները պաշտպանեցին, ըստ էության իրենք թողեցին, որ Նիկոլը մնա ղեկավար։ Այնպես որ էլի ռուսական ագենտներից են խոսում եւ այլն։ Մյուսը ինչ է ուզում ասեի, կներեք, այ մոռացա այդ կոնկրետ բաները հարցրեցիք։ Իմ համար էական չի, իրանք ռուսական են թե ինչական են։ Ես կներեք նայում եմ առանց որևէ մեկի նկատմամբ sense ասած բան վերաբերմունքի, հա, որովհետև իմ խնդիրը մեծաշով, եթե այսօր էսա իշխանությունը, խնդիրը իշխանությունն է։ Բայց մեծաշով իմ համար իրանք բոլորը կոնցեպտուալ նույն դաշտում են, որովհետև իրենք բոլորը ընդունում են մեծ հաշվով այդ խաղաղության կոնցեպցիան, ճակերտավոր խաղաղություն, դա իրական խաղ, որովհետև տեսեք, Նիկոլա ասում է խաղաղության դարաշրջան։ Հիմա ես չթվարկեմ անունները, բայց ես մի 6-7 տեսակի խաղաղություն եմ արդեն հաշվել մեր քաղաքական դաշտի տարբեր սպեկտրից հնչող։ Կա արժանապատիվ խաղաղություն, այդ 21 թվից կա։ Կա ուրեմն մի հատ իրապաշտական խաղաղություն, կա իրական խաղաղություն, կա ուժեղ խաղաղություն, եւ այս վերջերս էլ կարծեմ երեք կարդացի երաշխավորված խաղաղություն։ 6 տեսակի խաղաղություն են, 6 տարբեր քաղաքական ուժերը առաջարկում մեր ժողովրդին։ Ինչ ասա նշանակում, որ իրենք բոլորը մեծ հաշվով են ամենաբարձր մակարդակում չեն վիճարկում Նիկոլ Փաշինյանի կուրսը։ Դրա համար նույնիսկ եթե ենթադրենք իրենք ռուսամետ են, գալիս են իշխանության, եթե իրենք այս ճակերտավոր խաղաղության կոնցեպցիայից դուրս չեն գալիս, իրենք գնալու են նույն ճանապարհով։ Որտեվ պարզ հարցեր կան, չէ՞, ստորագրելու են խաղաղության պայմանագիրը Ադրբեջանի, եթե չեն ստորագրելու։ Այս օգոստոսի 8-ի պայմանագիրը իր տարբեր կետերով վիճարկելու են, թե չեն վիճարկելու։ Ընդունում են, որ Հայաստանը 29000 քառակուսի կիլոմետր, թե չեն ընդունում։ Արցախի հարցը ոնց են նայում, թե չեն։ Եթե այդ հարցերի պատասխանը չկա, նույնիսկ ես չգիտեմ, իրանք ռուսամետ են, ամերիկամետ են, թե մոզամբիկամետ են, իրանք նույն քաղաքական կուրսի մեջ են, եւ այստեղ մի ուրիշ կարևոր հետևանք էլ կա։ Իրենք լավագույն դեպքում իրենցից ամենաուժեղները ցավոք սրտի այսօր իմ տեսածով պայքարում են ոչ թե առաջի տեղի համար, այլ երկրորդ տեղի համար։ Հենց այդ պատճառով, որտեղ հիմնական քաղաքական հարցը այսօր անվտանգության խնդիրն է, եւ ինչպես ես դու վերաբերում խաղաղության պայմանագրին, այս հանրակրվեին, որը պետք է անցկացվի սահմանադրական այս հարցերին։ Բայց եթե դու խոսում ես տնտեսությունն, չգիտեմ, որոնք շատ կարևոր թեմաներ են, կրթությունը, մենք էլ ենք խոսում, մարտական եղբայրությունն է խոսում, մենք էլ չգիտեմ, եթե գիտեք կուսակցություն, մենք հեսա ամսի 25-ին համագումարը կլինի մարտի, եթե դու այդ հարցերն ես մենակ բարձրացնում, դու նախապես երկրորդ տեղի համար ես պայքարում, ցավոք սրտի ես հետ եմ հիմա տեսնում, եթե սխալվեմ էլի ավելի լավ, եթե սխալվեմ, բայց նույնը 21 թվին եմ տեսել երկրորդ տեղի համար պայքար, ցավոք սրտի։ Պարոն Տեր-Աբրահամյան, դուք երկար ժամանակ աշխատել եք հայկական ժամանակում եւ անձամբ մոտիկից ճանաչում եք Նիկոլ Փաշինյանին։ Ինչ եք կարծում ներկայիս այս ցախողված քաղաքականությունը անփորձության, տգիտության հետևանք է թե դավաճանության։ Դա հեսա այս տարի այս մարտին կարծում 20 տարին կլրանավոր ծանոթացել Փաշինյանին։ Քիչ ժամանակ չէ։ Բայց մեր շփումը մինչև մոտավորապես 2012 թիվա տևել է, այսինքն 2006-ից 12 ինտենսիվ շփում։ Հետո արդեն մեր ճանապարհները բաժանվել են, չենք կռվել, բայց մի խոսքով տարբեր տեղեր ենք հայտնվել։ Գիտեք, ես անկեղծ այդ հարցի պատասխանը չունեմ, որով 1000 մի բան կարող եմ ենթադրել, եւ օրը մեջ ճիշտը որ ասեմ ինքս իմ հետ սենց չասեմ կարծիքս փոխում եմ, բայց երկու վարկածն էլ իմ մեջ ապրում է ու անընդհատ սենց բան անում։ Իմ ընկերներից գալի մասը իհարկե համոզված եմ, որ գիտակցված է։ Ավելի քիչ մասը մտածում է, որ անգրագիտության խնդիր է։ Բայց ես ուրիշ բան եմ միշտ ինձ ասում, իմ համար իրոք տարբերություն չկա, հետաքրքիր է, ուզում եմ իմանամ, էլի, ես մեկ իրոք հենց հետ եմ նայում, այդ տարիներն եմ փորձում հիշեմ, ասում կարող է ինչ որ բան չես նկատել կարևոր,
կարող է տենց ընկերական են վերաբերվել, ընկերականից ինչ որ բան չես նկատել։ Բայց իրոք չեմ նկատել։ Ամենայն դեպս պետք է անկեղծ ասեմ, բայց ես ասում եմ տարբերություն չկա, որովհետև քաղաքականության մեջ կարևորը հետևանքն է, արդյունքն է։ Հետագայում, որտեվ ի վերջո ոչ մեկս ոչ հետախուզենք, ոչ չգիտեմ KGB-ենք, ոչ դա բան չենք կարող, այդ չես գրել այդ հարցի պատասխանը հստակ իմանաս, մինչև որ համապատասխան լծակներ չունես, որ ունենանք կասենք, կիմանանք ժողովրդին է կասենք։ Բայց էական արդյունքներն են։ Ավելին ես ասեմ, իմ համար այս կարող զարմանալի հնչի, բայց ես իրոք տենց եմ ասում, տգիտությունը քաղաքականության մեջ դավաճանությունից վատ է։ Որտեվ դավաճանը, որ գիտակցում է ինքը ինչ է անում, ինքը գոնե, որտեվ պատմության մեջ նման դեպքեր են լինում։ Ինքը թե ժողովրդի զավակ է, ինքը մեկ կարող է, ասենք, ինչ որ մի ձևի փորձի հենց իր տերերին քցի կոպիտ եմ ասում, հա շատ, բայց տգետը, որ չի հասկանում, ինքը ավելի բետար է, քաղաքականության մեջ հիմարությունը աններելի մեղք է։ Հիմա կարող է մեկը ասի չափազանցնում ես, ասում ես դավաճանությունից բետար, լավ բետար չի, բայց նույնն է։ Հավատացեք, քաղաքական առաջնորդը իրավունք չունի լինել հիմար։ Որովհետև շատ վատ օրինակի համար, եթե ինձ մեկը ասում է, դե գիտեք ինչ, իրանք երբ որ 2018-ին հեղափոխություն անում են եւ ամբողջ այդ խավը հեղափոխական, ոչ միայն իրանք, չէին հասկանում, որ երկիրը դեպի պատերազմ է գնում 16 թվականից։ Հասկանում էին, թե չեն հասկանում, ես չգիտեմ, մի քիչ դժվար է ենթադրել, որ չէին հասկանում, գոնե մի մասը, բայց եթե չէին հասկանում, ավելի վատ։ Ուրեմն դա ինչ իրավունք ունեք, դուք երկիր ղեկավար եք, եթե դուք չեք կարող տարական քաղաքական վերլուծություն անեք եւ տեսնեք ուր է գնում երկիրը, հասարակ մարդը, շարքային մարդը պարտավոր չի դա պատկերացնել իմանալ, բայց եթե դու քաղաքական գործիչ ես եւ 18 թվին դու չես տեսնում, որ 16 թվից երկիրը մտել է պատերազմ եւ 16 թվից գլխավոր խնդիրը մնում է ռուսական զորք տեղադրելը Ղարաբաղում այդ խնդիրն է, ուրեմն դու բան չես հասկանում, բայց ես կարող եմ փորձից ասել, որ այո, չեմ ասեն ամենաբարձր օղակում, բայց միջին օղակում ես հիշում եմ, մարդիկ ասենք 20 թվի ամառը ինձ ասում էին, հա, բայց այդ ռուսներին այդ Ղարաբաղը պետք է, որ բառացի հիշում եմ, էլի սականջից մեջ հնչում է, էլի ամեն անգամ ասած։ Հա լավ է, բայց ինչ խաղապահ զորք, ինձ դա պետք է, բայց չգիտեմ ինչ եւ դա կար, այդ էլ կար։ Ակնհայտ այդ էլ կար, այն էլ երևի կար, կարող է իմացողներ էլ կային, բայց այդ լրիվ sense շշմած տպերն էլ կային, էլի, որոնք շատ բարձր չէին, բայց շատ ցածր պաշտոններ էլ չէին զբաղեցնում։ Դուք 2007 թվականին, եթե չեմ սխալվում, եղել եք impeachment դաշինքի ցուցակում։ Այդ միակ ցուցակն է, որը եղել է։ Երբ որ impeachment-ի հետ այսպես մասնակցում եք Նիկոլ Փաշինյանից, հակառուսական մտքեր երբևէ լսել եք։ Ժամանակ ես եմ ավելի հակառուսականից թվում եղել, որտով ես որ հայկական ժամանակում սկսեցի գրել այն առաջի հոդվածներից թեմաները, այն ժամանակ շատ բան էր դա, մի պահ Հայաստանում, ասենք 80-ականների 90-ականներից կար պայմանական լավ հակառուսական, որտով ես իրական հակառուսական երբեք չեմ եղել, ընկալումն եմ ասում, եւ հիմա էլ չեմ, էլի ես իմ համար մեկ է, ես հայ եմ, ռուսը կլինի, ամերիկացին կլինի, բայց այդ ժամանակ երբ որ ես սկսեցի գրել, հենց այդ իմ հոդվածներն էին ընկալվում որպես այն ֆոնին, այն ժամանակվա Հայաստանի ֆոնին, որտեղ չկար այդ համարյա ոչ ոք այդ ձևով չէր գրում ռուսական քաղաքականության մասին, ես էի ավելի շատ այդպես ընկալում, Նիկոլից տենց առանձնապես չեմ զգացել, իսկ impeachment-ը, դե գիտեք, մենք այն ժամանակ 30 տարեկան էինք, մեկը ես 30 տարեկան էի, բնականաբար փորձ չունեմ, այսինքն ես եղել եմ մինչև այդ տարբեր ազգայնական ակումբ ունեինք, չգիտեմ, տենց խմբերում եղել եմ, շփվել եմ, բայց sense ավելի մեծ քաղաքական փորձ չեմ ունեցել։ Իմ համար եղել է արդարության խնդիրը եւ իմ ընկերների համար այնտեղ էլի կային ջահելներ կային, այն վաղտվա ջահելներ, հիմա արդեն ջահել չենք։ Այնպես որ մեզ այդ էր միավորում եւ Նիկոլը, քանի որ մեր տարիքի էր, ասենք ինձնից մի տարի մեծ, ես մտածում եմ, որ լավ է, էլի մեր սերնդի, ասենք ոնց որ տենց որոշակի արդեն փորձով տղա է, ինքը կարող է, ասենք, մեր սերնդի դեմքը դառնալ։ Բայց այն ժամանակ անկեղծից ես քաղաքականապես հիմիկվա իմ հայացքով անտանելի մի ամիտ եմ եղել, որտեվ քաղաքականության մեջ ինչքան ուզում ես կարդա, ինչքան ուզում ես սովորի, մինչև փորձը չես ձեռք բերում, ոչինչ էլ չես հասկանում, ուզում ես 30 տարեկան եղի, ուզում ես 100 տարեկան եղի, այնց որ եթե շատ բաներ այդ շրջանում, այդ 2006-ից 7-ից սկսած մինչև հետո արդեն այն կյանքում կարելի ասել ոնց որ բացասական այն իմաստը որ հիմա ես չէի անի այդ քայլերը, բայց ես երբ որ նայում եթե ես այդ փորձը ձեռք չբերի, ես չէի հասկանա
Հիմա հետադարձ, որ օրինակ այդ պետք չէր անել, այսինքն այդ փորձից ավելի թանկ բան չկա, նույնիսկ չգիտեմ միջազգային, ես հիմա որ սենց արխային վստահ խոսում եմ, այդ ամեն չէ փորձի արդյունքն է, դրա համար ես շատ ամեն դեպքում կյանքին շնորհակալ եմ, որ տենց ա եղել, բայց էլ եմ ասում, Չեք ափսոսում Նիկոլ Փաշինյանի հետ անցած ճանապարհի համար։ Ինչ իմաստով ափսոսում։ Թե հիմա տեսնելով թե ինչ ուղով է տանում։ Ես զարմանում եմ շատ, իհարկե չնայած արդեն վաղուց չեմ զարմանում, դե սկզբի զարմանքը անցել է։ Չէ, եմ ասում, չեմ ափսոսում, որովհետև եթե չլիներ հետո Նիկոլ Փաշինյանի հետ իմանցած ճանապարհել եմ ասում, դա տևել է մինչև 2012 թվական, որից ասենք մի 3 տարի էլ ինքը բանտում նստած ա եղել, այսինքն մեր կենթանի շփումը շատ սահմանափակ ա եղել այդ ընթացքում, ասենք 1, 2, 3 տարի ասենք մոտավորապես։ Չէ, չեմ ափսոսում, որովհետև այդ կետից սկսվում է իմ ավելի մեծ փորձը այս բոլոր քաղաքական process-ների շատ բաներ ներսից տեսնելու, հետո ես Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի հետ եմ ճանապարհ անցել, այդ ավելի կարող է հիմա բեթար թեմա լինի, չէ, իմ վրա, բայց այդ ամեն ինչը ես տեսել եմ եւ ոչ միայն իրանց հետ եմ շփվել, տարբեր քաղաքական խմբերի հետ եմ շփվել արդեն դեպքերի բերումով, երբ որ դու այդ տեկուզ ինչ որ մի քաղաքական խմբի հետ ես ուզած շփում ա ձևավորում։ Եվ դա ինձ համար շատ կարող եւ հետո արդեն ինչի եմ ես կարողացել օրինակ նույն 16 թվականին իմ կարծիքով գոնե քիչ թե շատ իդենտիֆիկացնել վիճակը 20 թվականին հասկանալ ինչ որ բաներ, որտեղ այդ փորձն եմ ունեցել։ Դա էլ եմ ասում գրքերից երբեք ձեռ չես բերի։ Հիմա դաժան է, դառը փորձ է, բայց ինքը բերում է քեզ հասունության էլի։ Անդրադառնանք նաև տևական ժամանակ իշխանության կողմից եկեղեցու դեմ իրականացվող այս արարշավին։ Ձեր գնահատմամբ ինչ է ուզում Փաշինյանը եկեղեցուց։ Արդյոք այս ամենը միայն կաթողիկոսի անձի խնդիր է։ Իհարկե կաթողիկոսի անձի խնդիր չի կարող լինել, ախր սա արշավել չի եկեղեցու դեմ, նույնիսկ ավելի վատ, սա քաոս է, սա քաոս ստեղծել է երկրում նաև այդ միջոցով։ Տեսեք, սա եւս մի թեմա է, որը իրանք ուղղակի փչացրեցին, որովհետեւ այո, հա եկեղեցու բարեփոխումը շատ կարևոր թեմա է, որովհետև այո, ոչ մեկի համար գաղտնիք չի եւ ես դրա հիմա էլի հանգիստ խոսում եմ, որովհետև ես ժամանակին դրա մասին մանրամասն գրել եմ, նույն 20 թվին, կարծեմ թե 19 թվին բավականին ծավալուն հրապարակում ունեմ, որ այո, բոլորս հասկանում ենք, որ այդ թվում սովետական շրջանում բնականաբար հայ եկեղեցին հայտնվել է սովետական այդ ուրեմն տարբեր կառույցների ազդեցության տակ, դա միշտ այդպես եղել եկեղեցիները, ոչ միայն հայ, բոլոր եկեղեցիները։ Եվ այո, բարեփոխումը, այսինքն ոնց ասեմ, դա նուրբ բան է շատ, էլի բարեփոխում բառնա նույնիսկ ինչ որ լավ կոչենք բարեփոխում, անհրաժեշտ է եւ հայ պետության կողմից, բայց դա պետք է արվեր եւ արվի դեռ շատ նուրբ, առանց բնականաբար որևէ աղմուկի, առանց այս հիստերիայի լաչառության, առանց բնականաբար պարակտման, հիմա ինչը որ կատարվում է, ուղղակի էլի եւս մի աներևակայելի բան, հասկանում եք։ Որտեվ չկա այս աշխարհում որևէ նպատակ, այդ թվում եկեղեցու բարեփոխումը, որը արդարացնի, ասենք օրինակ, ուժային կառույցների ներխուժումը Էջմիածին, որը արդարացնի, ընդ որում տեսեք ինչ են անում, սա էլ շատ հետաքրքիր բան է, տակտիկա, ոնց որ քաոսի տակտիկա լինի։ Լավ, ասում է, ես պետք է կաթողիկոսին փոխեմ եւ այլն եւ այլն։ Մի տարի է, չէ՞ արդեն, ինչքան է տևում, մի տարի է, կես տարի է, համարը մի տարի է։ Նախորդ մայիսի չի էլ անում ախր։ Ես այն ժամանակ էլ հիմա կասեք, ասում եմ, ես կուսակցության ուխտի խախտման մեջ մեղադրեց, հետո գործակալ լինել, չի կարծես չի կողմնորոշվում, թե կաթողիկոսի մեղքը որն է։ Եվ կարծես չի էլ ուզում մինչև վերջ հասնի նույնիսկ իր արած ախր, էս է ամենատարօրինակ բանը։ Լավ, ասել ես, ձեռքդ բարձրացրել ես, շատ կոպիտ եմ ասում, քֆուրը տվել ես, չի խփում։ Քաոս է ստեղծում, հասկանում եք, սա ավելի վատ է նույնիսկ, քան եթե ինքը վերցներ ու միանգամից չգիտեմ ուժային գործողության փոխել, ինքը անընդհատ ձգում է եւ ստեղծում է մի վիճակ, որին մենք սովորում ենք աստիճանաբար, մարդիկ, տեսեք մենք Արցախի կորստին աստիճանաբար եկանք, չէ՞, սկզբից նոյեմբերի 9-ը եկավ, հետո 23 թիվը եկավ, հետո ասին Արցախը Ադրբեջանի կազմաթե հակառակը, կաթիլ եղավ, եթե միանգամից լիներ կարող է ժողովուրդը ընդվզել։ Հիմա կաթիլ ստեղծում են մի իրավիճակ, որ մարդիկ սովորում են, որ կարա եկեղեցին պարակտվի, կարան, չգիտեմ, այնտեղ քանի եպիսկոպոս անցան Նիկոլի կողմը, 8 թե 9, 25-ը ընդեղ են, 9-ը ընդեղ են։ Կարան կաթողիկոսի դեմ քրեական գործառույթ հասկանում եք, ինչ ես տեսեք Գարեգին առաջին երկրորդը իմ աչքի լույսը չի հաստատ։ Ես նույնիսկ հոտված եմ ժամանակին գրել, որ պետք է հրաժարական տա դեռ 2008 թվականին, բայց հայոց կաթողիկոսի դեմ քրեական գործառույթը իսկականից դա անպատկերացնելի, աներևակայելի բան է եւ այս ամեն ինչը այդ Թուրքիա-Ադրբեջանի հետ ուրեմն մերձեցման ֆոնին եւ այս ամեն ինչը կներեք այն բանից հետո երբ որ
Դե բոլորս հիշում ենք, չէ, ինչ էր դրանց Ալաքշուքուր Փաշազադեն դուրս է գալիս խոսում է հայ եկեղեցու դեմ, ու ստեղ սկսում է ու հիմա մենք նստենք մտածենք, որ դա պատահականություն էր։ Ես ամեն այդպես ստեղ տեսնում նույնիսկ ավելին, քան ուղղակի եկեղեցու դեմ արշավ, քաոսի ստեղծում, մարդկանց ազգային հոգեբանության քայքայում, որովհետև այդ տևականությունը այդ ամեն ինչ էս էլ ուշադիր լինենք։ Ոչ թե մի անգամվա գործողությունը, տևականությունը ու ինքը ասում է եւ չի անում, ասենք ինչ էին ասում, գնում ենք, չգիտեմ, այնտեղ միտինգ անենք Էջմիածնում, չէ, ինչ որ տես, այդ ինչ որ խորհուրդ էր ստեղծում, որ հոգով սրտով ասում է հավատում է Հիսուս Քրիստոսին, թե ոնց է ստուգում հոգով սրտով է հավատում, թե ինչով է, ունեն այդ բոլոր չկան, չէ, այսինքն բաներ է ասում ու ոնց է էլի բաներում գործում։ Այդ մարդկանց մի մասը որ աջակցում է, ասում է դե տես ռուսական գործակալների դեմ է պայքարում, այդ է ցավը տնեմ, այսինքն ռուսական գործակալների դեմ նույնիսկ եթե պայքարում է այս ձևով է պայքարում, այսինքն կա բան չէ, չափ, եթե դու մի բան նպատակ ես դնում, դրա վնասի օգուտի չափը 1 միլիոն հատ վնաս տաս, որպեսզի ենթադրենք տեսական ինչ-որ մի հատ օգուտ տաս, այսինքն այս ժողովրդի ամբողջ այս հոգեբանությունը քայքայես, եկեղեցուն ես իդեպ բանել չեմ, կներեք, չեմ կարող ասեմ, որ տես մոլի հավատացյալ քրիստոնյա եմ, հայ եմ, մեր մշակույթը հարգում եմ, բայց մեր եկեղեցին մեր ազգայինն է, կապ չունի։ Ու դու այդ ինչը որ անում ես քաոսի ես վերածում ու սովորացնում ես մեզ էլի բաների, սա էլ է մի թեմա, որը հետագայում պետք է ուղղակի բան լինի, էլի, ներկայացվի որպես մեղադրանք իրականում։ Որպես այսպես էլի Փաշինյանին ճանաչող մարդ, քանի որ կարծես թե եկեղեցու դեմ այդ կռիվը չի հաջողում։ Չի հաջողում Փաշինյանը, ինչ կանի նա կշարունակի, ավելի այսպես հեռուն կգնա, թե օրինակ հետ կքաշի։ Եթե մենք ենթադրում ենք, որ իրոք իր նպատակը հենց նա ինչ որ ինքը ասում է, որովհետև տեսեք, եթե նա ինչ որ ինքը ասում է, իր ունեցած լծակներով, ինչի է այսքան ձգվում դա։ Ես զգացողություն ունեմ, ես չեմ կարող դա ապացուցել, չեմ կարող նույնիսկ մինչև վերջ հիմնավորել թե ինչ, բայց ես զգացողություն ունեմ, որ այս քաոսն է նպատակը։ Ես հենց սկզբից այդ զգացողությունն ունեմ, որտեղ սա առաջի դեպքը չի, առաջի սցենարը չի, երբ որ ինքը կռիվ է սկսում, ոնց որ sense ձեռքը բարձրացնում է, հետո չի խփում, հետո նորից այստեղից հետո ու քաոս է ստեղծում տարբեր թեմաներում, այս տակտիկան կիրառվել է, ու այս էլի կլասիկ դեպք է, երբ որ ինքը ինչ որ բան սկսում է, եւ թվում է դա չի կարողանում հասնել իր նպատակը, խեղճ մարդը դե եկա Հայաստանի վարչապետը անընդհատ այնպես ասում է հեսական եմ կանում, չի ստացում։ Հիմա իմ մոտ հարց առաջանում, իրոք չի ստացում, թե հենց նպատակը այդ քաոսն է, որպեսի քայքայվի, որովհետեւ երբ որ սա այսքան երկար է տևում, օրինակ հարցը թե արագ լուծվեր, համենայնպես այսքան վնաս մենք չենք կրի այդ բանում, չէ՞։ Իսկ հիմա քայքայում է, օրինակ կներեք, հիմա ես սիրում եմ իմ երեխա օրինակով բերեմ, 11 տարեկան տղա է, չէ՞, մեծանում է այս երկրում։ Լսում է ականջի ծերով, չէ՞։ Իր համար նորմալ է դառնում, որ ասենք տեսեք ինչ որ sense այս եկեղեցի բան sense թեմա, որ կաթողիկոսին կարան քրեական, ինքը արդեն չի զարմանա, չէ՞, դրանից մենք զարմանում ենք, մենք այդպես բան չենք պատկերացնում։ Իրանց համար նորմալ բան է դառնում։ Ու եթե մի անգամ է լինում, ինքը կարող է չնկատի, բայց ամիսներով տևում է մի տեղից լսում, ասում ես կաթողիկոսին ձերբակալեցին, տես վարչապետը քֆուրով ստատուս է գրում, ասիկա հասկանք, երեխեն մեծանում է, դա նորմալ է, որտեղ երեխան ինչ որ տեսնում է, ինչքան դու ուզում ես ասա, դա նորմալ ընկալում։ Սա ավելի բան է, ես ուզում եմ ասեմ, եւ մենք պետք է հասկանանք, սա հատուկ է արվում այս քաոսը, կարող է նպատակը հենց դա է, այլ ոչ թե այն, որ հրճակվում է։ Պարոն Տերաբրամյան, որտեղ էլի եմ ասում, կներեք, ես իմ ընկերներն էլ եմ ասել, ովքեր որ փորձում էին պաշտպանել, էլի ասում եմ, լավ, եթե դու ուզում ես կաթողիկոսին փոխես եւ դու վարչապետ ես, դու ունես 1001 լծակ ու ձև դա անելու նախ մինիմալ աղմկով, մինիմալ ինչ որ sense այդ շուլուխով sense ասած, բայց նույնիսկ եթե շուլուխով ես անում, շատ կարճ։ Օրինակ ասենք դե կարելի է, էլի մի քիչ շատ խելքին զոր տալ պետք չի, որ պատկերացնես ոնց կարելի է այդ հարցը լուծել, ոնց կարելի է կոպիտ ասած կանչել, ասել, էս, արի դու կոպիտ ասած գնա, ասենք առողջությունդ վատ է, ասենք։ Ու այդպես են եթե պետությունը նման նպատակ է դնում համարում է որ դա չգիտեմ ազգային անվտանգության հետ կապված հարց է, նման հարցը այդպես են լուծում, որպեսզի չտուժի, որտեղ դու չես կարող հանուն նույնիսկ ազգային անվտանգության հարցի 1700-ամյա, ասենք կառույցի հետ sense խախտած։ Առաջիկայում ընտրություններ են սպասվում եւ դուք էլ քիչ առաջ նշեցիք, որ մարտական եղբայրությունը կուսակցություն է ստեղծում։ Դուք ձեզ վարչապետի տեխնացու պատկերացնում եք։ Մեր համար տեսեք, նախ կուսակցության մասին ասեմ, ազգային հեղափոխություն կուսակցությունը մենք մարտի 25-ին
արդեն համագումարը հայտարարված է կանենք, մեր ծրագրերը արդեն հագին մասով հրապարակել ենք, ելի կհրապարակենք մեր բաները, հիմա վարչապետի թեկնածուի առումով, մենք ունենք մի հատ դիրքորոշում մեր թիմում, որտեվ տեսեք, ելի, հիմա կասեք ելի ամեն ինչում ուզում են ինչ-որ օրիգինալ բան ասել, բայց տեսեք, գնում ենք օրենքի հետևից, ու ելի ժողովրդին բոլորը ներկայացնում են, ասում վարչապետի թեկնածուն ով է, տեսեք, օրենքով մենք պարլամենտական երկիր ենք, այսինքն կարևորը ոչ թե վարչապետի թեկնածությունը, կարող թիմն է։ Եվ մենք երբ որ մեր եւ մարտական եղբայրությունը ստեղծել ենք եւ այս կուսակցությունը որ ստեղծում ենք, այդ թիմային սկզբունքը թիվ 1 սկզբունքներից է։ Ինչի համար։ Որտեղ եթե դու անձի շուրջ ես կառուցում, դա շատ արագ կարող է փլուզվել։ Անձին կարող են կաշառել, սպանել, վերացնել, չգիտեմ, ինքը վատ մարդ դուրս կա։ Թիմն է։ Այսինքն մեր համար թիմն է մեր վարչապետի թեկնածուն։ Եթե մեր թիմը հասնի նրան, որ մենք այժմ տեղ ունենք, այն էլ մեծամասնություն ունենանք ու մի հատ վարչապետի թե հարց կարողանանք լուծել, մենք կգտնենք այդ վարչապետի թեկնածուին, ես դες հավատացում եմ, բայց կարևորը թիմն է, որովհետև վարչապետ չենք ընտրում մենք ընտրում ենք կուսակցություններ։ Հիմա էլ եմ ասում, ես հասկանում որ PR-ի տեսակետից այս իմ ասածը լավ բան չի, այսինքն ժողովուրդը կասի հա լավ դե ինչ են բանանում էլի դե մեկին ասեք բրծեք եւ այլն, բայց սկզբունքի տեսակետից եւ եթե մենք օրենքի հետևից ենք գնում եւ ասում ենք ճիշտ է, լավ օրենք չի, այդ պարլամենտական համակարգը լավ բան չի, դա բայց հիմա դա է պարլամենտական համակարգում մենք չենք ընտրում վարչապետ, չենք ընտրում նախագահ, մենք ընտրում ենք թիմ, եւ թիմը հետո առաջարկում է մեկին, ասում է այս այն վարչապետի թեկնածուն, եթե մեծամասնությունն է ինքն է ընտրում պրծնում գնում, այլ։ Ձեզ որևէ նախընտրական դաշինքում կարող եք տեսնել, եթե այո։ Ես չեմ կարծում, ճիշտն ասած չեմ կարծում, դե որովհետեւ եթե հիմա չպետք է որոշենք, մենք նախնական շատ տարբեր խոսակցություններ, զրույցներ ունեցել ենք, շփումներ, կարելի ասել եղած տեսանելի դաշտում իհարկե բացառությամբ իշխանական դաշտի մեծ մասի հետ ունեցել ենք եւ վերջում մենք եկել ենք այս որոշման, որովհետեւ մենք չենք ուզում ստեղծենք մի ընտրական ցիկլի ուժ, դա ընդհանրապես մեզ հետաքրքիր չի, ես միշտ ասում եմ ճկուտս չեմ շարժի մի հատ sense բանի համար, որովհետեւ հաստատ այնքան եմ ես տեսել ստեղծում են, ոգևորվում են, տղեկով հավաքվում են սեղանի շուրջ 20% են խփում 30% իրանց երևակայության մեջ իհարկե հետո այդ ընտրությունները անցնում են բոլորը հիասթափվում են, փախնում են տներով, հետո գալիս է մյուս ընտրությունը, մի կես տարի առաջ ընտրությունից առաջ նորից հիշում են, որ կարելի է մի բան անել։ Մենք մարտական եղբայրություն 21 թվականից ենք ստեղծել եւ հատուկ հենց կուսակցություն չենք գրանցել, որովհետեւ մենք չենք ուզած թղթի վրա մի բան ունենալ, որը իրական չի։ Մենք մեր թիմը զարգացրել ենք, համարում ենք, որ ինքը հասունացել է, որպիսի նաեւ արդեն այսօր կուսակցություն ստեղծի եւ արդեն թղթի վրա գրանցի։ Մենք կմասնակցենք այս ընտրությունների, այս հնարավորության, եթե մեզ գրանցեն, իհարկե, դեռ մի քիչ կտեսնենք դա։ Բայց մենք այս ընտրություններով չենք ավարտվի, երբ որ բոլորը հիասթափված կգնան տներով եւ դեպրեսիայի մեջ կսկսեն, չգիտեմ, ինչ որ բանաստեղծություններ գրել, մենք շարունակելու ենք մեր քաղաքական աշխատանքը եւ հաստատ, որտեղ մենք ունենք շատ կարեւոր բան բացի ընտրություններից, մենք ունենք հանրակրվե սահմանադրական եւ դրան պետք է պատրաստվել։ Եվ ընդհանրապես լիքը քաղաքական իրադարձություններ կան Հայաստանում, որոնց դեռ պետք է պատրաստվել եւ պետք է իսկական կազմակերպված թիմ, հայկական, ազգայնական, որը այս ժողովրդի պատվին, այս ժողովրդի իդեալներին տեր կկանգնի, հասկանում եք։ Իսկ այդ դաշինք եւ այլն դրանք էլ են ախր ինչի դաշինքներից սկսվեց ժամանակավոր երևույթներ են։ Համախմբումը շատ լավ բան է, բայց եթե ես շատ սխալ եմ համարում ոչ գաղափարական համախմբումներ, այսինքն դուք համախմբում եք եկեք Նիկոլին գցենք, Նիկոլին գցելու համար բոլորս համախմբենք, Սերժին գցելու համար բոլորս համախմբվեցինք, ստացանք ինչ որ ստացանք։ Նորից ենք ուզում նույն բանը։ Պետք է գոնե մինիմալ գաղափարական բազա լինի։ Եվ այդ բարդ բան չեմ ասում, էլ ինչ որ ասացի։ Խաղաղության պայմանագիր, օգոստոսի 8-ի պայմանագիր, Հայաստանի այդ 29000 քառակուսի կիլոմետր Արցախի այս հարցերում, եթե կլինի ինչ որ մեկի այդ կոնսենսուս, խնդրեմ դաշինք էլ կլինի, սուպեր դաշինք էլ կլինի, բայց ցավոք սրտի բոլորը կամ խուսափում են այդ հարցերի պատասխաններից կամ չգիտեմ հոգու խորքում ինչ որ բան մտածում են, բայց մտածում են որ ասենք ժողովրդին դուր չեն գա, ժողովուրդը մեզ չի ընտրի, կարծես մենք 1000 ներողություն տենց ինչ որ ժողովրդին դուր գալու համար ժողովրդին դուր գալու համար չի էլի քաղաքականություն, ուժեղ լինելու համար է։ Եվ պարոն Տեր-Աբրամյան վերջում ինչ պիտի անենք Հայաստանը այս ճգնաժամից դուրս բերելու համար։ Դե պարզ լուծում կա, ախր տեսեք, բայց ես այդ պարզ լուծումը, որ ասում եմ, մարդիկ մի քիչ նեղանում են, որտեղ բոլորը ուզում են արագ լուծում եւ հեշտ լուծում, բայց արագ ու հեշտը չկա։ Հեշտը հաստատ չկա, արագությունը կախված է մեզանից։ Նախ եւ առաջ, եթե դու ուզում ես իսկականից sense as չեմպիոնության կռիվ տանես, այլ ոչ թե իմ ասած երկրորդ տեղի կռիվ։ Դու պետք է չվախենաս հակադրվես այսօրվա այդ քաղաքական կուրսի հենց գաղափարական դրույթներին։ Ասես չէ, մենք դեպի խաղաղություն չենք գնում։
չվախենալով որ քեզ կասեն, հա, պատերազմ ես ուզում, այլ հեշտ է դրան պատասխանել։ Չվախենալով հակադրվել ասելով որ Արցախի հարցը չի փակվել։ Չվախենալով հակադրվել այդ օգոստոսի 8-ի պայմանագիրը դատապարտելով, չվախենալ որ դա Ամերիկան է դրա տերը, վախենում են իրանք։ Ասում են ոնց թե Ամերիկային ես հակադրում, չվախենալ։ Այդտենց դու կարող ես իսկականից իրական այլընտրանք ձևավորել Նիկոլ Փաշինյան։ Դրանից հետո կազմակերպչական մասն է շատ կարևոր։ Անպայման պետք է իսկականից կազմակերպված թիմ, որովհետև այդ տարերային պայքարը 2 ամսով տրջիկ տանք դուրս գանք փողոց կամ 2 ամսով մի հատ sense արագ նախընտրական համախմբվենք ինչ որ մի հատ արագի շուրջ փողը բանանենք, չի ստացվում, որտեղ ինքը 2 ամսում հաստատ այս հարցը չի լուծվելու։ Մենք արդեն այն վիճակում չենք, որ 2 ամսում կարողանանք այդ հարցը լուծել։ 21 թվին, 22 թվին գուցե հնարավոր, հիմա էլ հնարավոր չի գնալով խորանում է։ Եթե չունենանք, հիմա ես 5 տարի մոտավորապես մենք այդ նույն բանն ենք ասում, ցավոք սրտի երևի լավ չենք կարողանում բացատրել, ես չեմ սիրում այդ բանն, էլի ո՞վ մենք պասեցինք, մեզ ժողովուրդը չհասկացավ, այնց ինչ որ կորած մոլորած պոետի դիրք չեմ սիրում։ Ուրեմն լավ չենք բացատրել, ուրեմն դեռ դանակը ոսկորին չի ասել, ոչինչ։ Մենք համբերատար ենք, բացատրենք ինչքան որ պետք լինի, մեզ պետք է նախ եւ առաջ Հայաստանում պետք է որպեսզի այդ հասկացող մարդիկ, որոնք կարող շատ չեն, 1000 հոգի են, 10000 հոգի են իրար գտնեն, դառնան թիմ ամեն օր աշխատեն։ Ոչ թե ոգևորվեն ու հետո հիասթափվեն, ոնց որ սովորա մեր հասարակությունը, արագ ոգևորվի, արագ հիասթափվի։ Այլասի պետք լինի մինչև կյանքից վերջել այս խնդրի հետևից կգնամ։ Բայց դա որ լինի հաստատ, որովհետև նաև իրավիճակ պետք է հասունանա։ Եթե լինի թիմը, իրավիճակը հաստատ կլինի։ Տեսեք, ես միշտ այս օրինակն եմ 23 թվին, երբ որ Արցախը վերջնականապես իրենք հանձնեցին, մենք բոլորս անօգնական նստած ենք, ոչ ոք չհասցրեց նույնիսկ ինչ որ բան անել, հա ինչի։ Որովհետև չկար, որովհետև դու իրոք ոչինչ չես կարող անես, եթե դու չունես գոնե կազմակերպված մի հատ թիմ, որը պատրաստ է ինչ որ մի գործողություն անելու, այն էլ այդպիսի բարդ իրավիճակում։ Ասենք 10 հոգով 50 հոգով չես կարող։ Մի քիչ, ես չեմ քանակի դերը չեմ չափազանցում, բայց գոնե մի քիչ ավելի մեծ ու կազմակերպված թիմ է պետք։ Հասկանաք, եւ այդպիսի իրավիճակներ էլի կլինի, երբ որ պետք է այդ բանը կամքը ցույց տրվի ժողովրդի։ Բայց եթե մենք չունենանք կազմակերպված թիմ եւ գաղափարական, այլ ընկնենք էլի նորից, չգիտեմ, համախմբվենք, հետո 2 ամսից ծրվենք տներով։ Հիմա շատ դաշինքներ են, որոնք ես վստահ եմ 2 ամսից իրանք իրար հետ չեն լինելու։ Համախմբվենք արագի մեջ կամ արագի մեջ դուրս գանք փողոց, գորգորանք ու հետո էլի ծրվենք տներով։ Ցավոք սրտի մենք այս նույն պտույտի մեջ կլինենք, բայց ես վստահ եմ, որ տենց չի ավարտվելու։ Ես վստահ եմ, որ հայոց պատմությունը այս կառավարությամբ չի ավարտվելու հաստատ։ Շնորհակալ եմ մանշաft հետաքրքիր զրույցի համար։ Իմ հյուրներ պատմաբան, մատական եղբայրության անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանը։ Կհանդիպենք։